Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ, այսօր 2025 թվականի մարտի 7-ն է, մի փոքր ավելի ուշ կանդրադառնամ նաև մարտի 8-ին, ինչպես արդեն տեսնում եք, ես հիմա գտնվում եմ հիվանդանոցում, մասնավորապես գտնվում եմ Ստեփանավան քաղաքի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում, քանի որ դա համարվում է բժշկական գաղտնիք, այդ իսկ պատճառով ես նպատակահարմար չեմ գտնում հանրությանը տեղեկացնել, թե կոնկրետ ինչպիսի առողջական խնդիրներով եմ ես հիմա հոսպիտալացվել, սակայն հավաստիացնում եմ, որ այս պահի դրությամբ իմ առողջական վիճակը համեմատաբար ավելի կայուն է, համեմատած նախորդ օրերի հետ, ճիշտ է դեռ լիովին դեռևս չեմ ապաքինվել, սակայն համեմատաբար արդեն աստիճանաբար վիճակս կայունանում է, ուրեմն այս հիվանդանոցից այս եթեր մտնելու նպատակը այն է, որովհետև ես ցանկանում եմ հրապարակայնորեն իմ անկեղծ գոհունակության, երախտագիտության խոսքերը հնչեցնել Ստեփանավան քաղաքի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի բուժաշխատողների, բուժքույրների և բժիշկների վերաբերյալ հիմա թվարկեմ կոնկրետ բուժքույրների անուն-ազգանունները, ինչպես նաև բժշկի անուն-ազգանունը։ Մասնավորապես ես իմ խորին շնորհակալություն եմ գոհունակություն եմ հայտնում Ստեփանավան քաղաքի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի բուժքույրներ Կարենե Բադալյանին, Աննա Սուքիասյանին, Հասմիկ Նազարյանին, մյուսի անուն-ազգանունը ինչպես էր մոռացա, և Նինա Դոխոլյանին, ով բնակվում է Գյուլաքարակ գյուղում։ Մասնավորապես ես ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում Ստեփանավան քաղաքի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի բժշկուհի Հասմիկ Գեորգիևնային, քանի որ բժշկուհի Հասմիկ Գեորգիևնայի կողմից կազմակերպված գրագետ բուժօգնության արդյունքում է, որ աստիճանաբար կայունանում է իմ առողջական վիճակը, ինչպես նաև ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նաև Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանին, քանի որ հիմա ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ ինձ շատ շտապ անհրաժեշտ էր դեղորայք, որը բավականին թանկարժեք էր և արդարացիորեն պետք է փաստեմ, որ հենց Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանի միջամտության արդյունքում ինձ լիովին անվճար տրամադրվել և մինչ այժմ շարունակվում է տրամադրվել ինձ անհրաժեշտ այդ թանկարժեք դեղորայքը և բոլորովին անվճար հիմունքներով, բնականաբար ես հիմա չեմ բացահայտի այդ դեղորայքի անվանումը, թե կոնկրետ ինչպիսի թանկարժեք դեղորայքի մասին է խոսքը, քանի որ եթե ես բացահայտեմ այդ դեղորայքի անվանումը, ապա դրա արդյունքում շատ ու շատ անձինք արդեն կիրազեկվեն, թե կոնկրետ ինչպիսի առողջական խնդիրներ ունեմ ես, սակայն քանի որ ես ի սկզբանե արդեն իսկ հայտարարեցի, որ իմ առողջական խնդիրները ինձ համար համարվում են բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այդ իսկ պատճառով ես նպատակահարմար չեմ գտնում հանրայնացնել բժշկական գաղտնիք պարունակող այդ տեղեկությունները, այդ իսկ պատճառով ես զերծ եմ մնում հիշատակել ինձ տրամադրվող այդ թանկարժեք դեղորայքի անվանումը և վերստին ցանկանում եմ հավաստիացնել, վերստին ցանկանում եմ ընդգծել, որ ինձ անհրաժեշտ այդ թանկարժեք դեղորայքը անվճար հիմունքներով տրամադրվում է Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանի միջամտության արդյունքում, որի համար ես իմ խորին շնորհակալությունն, իմ խորին երախտագիտությունն ու իմ խորին գոհունակությունն եմ հայտնում Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանին։ Նաև ցանկանում եմ նշել, որ հիվանդի ապաքինման ամենակարևոր նախապայմանը դա անշուշտ բժշկի և բուժաշխատողի հոգատար վերաբերմունքն է։ Ցանկանում եմ հավաստիացնել, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում ես ամբողջությամբ շրջապատված եմ գեղեցկուհի բուժքույրների կողմից իմ նկատմամբ ցուցաբերվող հոգատար և սրտացավ վերաբերմունքով և այդ ամենը անշուշտ նպաստում է իմ առողջական վիճակի բարելավմանը և բուժքույրների կողմից իմ նկատմամբ ցուցաբերվող այդ բարի մարդկային և հոգատար վերաբերմունքը
բնականաբար դրական ազդեցություն է ունենում թե իմ առողջական վիճակի եւ թե իմ հոգեվիճակի վրա։ Պատկերացրեք այնքան բարի եւ հոգատար վերաբերմունքի եմ ես արժանանում, որ նույնիսկ չեմ էլ ուզում տուն գնամ, անկեղծորեն որ ասեմ։ Սակայն բնականաբար ներկայումս Ստեփանավանի բժշկական կենտրոնում իմ գտնվելը պայմանավորված է բացառապես իմ առողջական խնդիրներ ունենալու հետ։ Նաև ցանկանում եմ նշել, որ համացանցի միջոցով ես տեղեկացել եմ, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետությունում բժիշկների նկատմամբ դրսևորվել է հերթական բռնության դեպքը։ Բնականաբար ես լինելով ողջամիտ անձնավորություն դատապարտում եմ կյանքեր փրկող բժիշկների բուժաշխատողների նկատմամբ դրսևորվող բռնության ցանկացած դրսևորում։ Գտնում եմ, որ բժիշկների բուժաշխատողների նկատմամբ դրսևորվող բռնության դեպքերը պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ եւ պետք է այդ արարքներին տրվեն քրեա իրավական պատշաճ գնահատականներ եւ կարծում եմ, որ սա օրենսդրական բացի արդյունքում է, որ բժիշկները պարբերաբար ենթարկվում են բռնությունների հենց բուժառուների հարազատների կողմից։ Պետությունը կարծում եմ, որ պետք է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, որպեսզի այսուհետև խստացվի օրենսդրությունը եւ կոնկրետ քրեական օրենսգրքում ավելացվի նոր հոդված, որ կոնկրետ բուժաշխատողի նկատմամբ դրսևորվող ցանկացած բռնություն պետք է այսուհետև պատժվի ոչ թե հնարավորինս մեղմ պատժաչափով, այլ բժիշկների նկատմամբ դրսևորվող բռնությունը պետք է պատժվի 15-ից մինչև 20 տարի ժամկետով ազատազրկմամբ եւ վստահ եմ, որ օրենքի խստացումը կնպաստի, որպեսզի այսուհետև բժիշկների նկատմամբ բռնության դեպքերը չկրկնվեն կամ գոնե նվազագույնի հասցվեն, որովհետև մարդիկ եթե իմանան, որ բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքում իրենց պետք է սպառնա 15-ից մինչև 20 տարի ժամկետով ազատազրկում, ապա շատ ու շատ բռնարարներ անշուշտ վախի ազդեցության տակ զերծ կմնան կյանքեր փրկող բժիշկների նկատմամբ բռնություն գործադրելու դրսևորումներից։ Ինչևիցե, ամփոփելով իմ այս եթերը, ցանկանում եմ նաև նշել, որ կոնկրետ այսօր Հայաստանի Հանրապետությունում դժբախտաբար բուժքույրների աշխատավարձը բավականին ցածր է, բուժքույրները ստանում են ընդամենը 75,000 դրամի չափով աշխատավարձ, մինչդեռ շատ ու շատ կյանքեր կործանող դատախազներ եւ քննիչներ ստանում են 600,000 դրամը գերազանցող աշխատավարձ մեկ ամսվա կտրվածքով։ Հիմա այս պետական իրավասու մարմիններին կոչ եմ անում, որ բարձրացնել կոնկրետ բուժքույրների աշխատավարձը եւ բուժքույրների աշխատավարձը հավասարեցնել դատախազների եւ քննիչների աշխատավարձին։ Այսինքն ստացվում է այնպես, որ մարդկանց կյանքեր կործանող քննիչներին եւ դատախազներին պետությունը շատ ավելի է գնահատում, քան թե մարդկանց կյանքեր փրկող բուժաշխատողներին։ Ակնկալում եմ, որ պատկան մարմիններն ականջալուր կլինեն իմ այս ողջամիտ դիտարկումներին եւ ակնկալում եմ, որ պետական իրավասու մարմինների կողմից կձեռնարկվեն համարժեք միջոցներ իմ այս եթերում արծարծվող խնդիրներին հրատապ լուծում տալու ուղղությամբ։ Վերջում ամփոփելով իմ այս եթերը եւս մեկ անգամ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել հիմա կոնկրետ անձնավորված կհնչեցնեմ անունները Ստեփանավանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի բուժքույրներ Կարենե Բադալյանին, Նինա Դոխոլյանին, Աննա Սուքիասյանին եւ Հասմիկ Նազարյանին, ինչպես նաեւ բժշկուհի ինֆեկցիոնիստ Հասմիկ Գեորգիևնային, ինչպես նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ստեփանավանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի մայրապետ Նաիրա Սարուխանյանին իրենց աշխատանքը բարեխղճորեն կատարելու համար։ Այսքանն էր իմ այս եթերը, շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար։